համար ինչպիսի հիմքեր են մեզի պետք, որպեսզի մենք ծառայության ժամանակ, հոգևոր ծառայության ժամանակ տանուլ չտանք, որտեվ հոգևոր ծառայությունը նույնպես պատերազմ է, պայքար է։ Մենք ծառայում ենք ինչին, մենք ծառայում ենք, որ Աստծո թագավորությունը կառուցվի մանուկների մեջ, պատանիների մեջ, երիտասարդների մեջ, եղբայրների մեջ, քույրերի մեջ։ Եվ այս պատերազմի դաշտում այդպես հիմքեր կան, կառույցներ կան, որ դրանք շատ անհրաժեշտ են, որպեսզի մենք տանուլ չտանք։ Հիմնականում, եթե դուք նկատում եք հոգևոր կյանքում տանուլ են տալի ծառայողները, տեսնում ես հավատքից ընկան, բայց լավ վազողներ էին, թուլացան, տկարացան, սառան, որտեվ իրանք ընթացքի մեջ են, որտեվ հոգևոր պայքարի ընթացքի մեջ են, եւ այդ պայքարի մեջ, այդ ծառայության մեջ մտնելով համապատասխան հիմքեր պետք է ունենան, հոգևոր վիճակ պետք է ունենան, որ այդ վիճակը բավարարի հոգևոր ծառայությանը։ Աստված օրհնում է, բայց դու պետք է հոգևոր հաստատություններ ունենաս, որպեսզի դու չպարտվես։ Տերը կօրհնի, պաշտամունքը լավ կստացվի, խոսքի դուռը կբացվի, կաղոթեն հիվանդը կբժշկվի, պրոբլեմը կլուծվի, աղոթ կանես, բայց քեզի պետք են հոգևոր հիմքեր, հաստատություններ, որպեսզի դու այդ պայքարի մեջ տանուլ չտաս։ Եվ որոշ կետեր կա, սիրելիներ, առաջինը հոգևոր ծառայողին պետք է հաստատուն հավատք, առաջի կետը հոգևոր ծառայողին գրեք ձեզ մոտ, պետք է առաջինը հաստատուն հավատք, հաստատ հավատք, որ հավատքը կայուն լինի, փոփոխական չլինի։ Եթե դու հաստատ հավատք չունես ու կասկածանքների մեջ ես, դու ինչպես կարող ես ծառայություն անել։ Մեկը պետք է, որ քեզ ծառայի հոգևոր շինարարության համար։ Եթե դու հաստատություն չունես, կառույց չկա, դու տուն չունես, որ այդ տան մեջ բնակվես, ուրեմն ամեն մի քամու հարված, ամեն մի անձրև, կարկուտ կհարվածի քեզ ու վնաս կտա։ Ուրեմն առաջինը սիրելիներ հաստատ հավատք։ Ես որոշ ձեզ համարներ կասեմ եւ օրինակներ կասեմ Սուրբ գրքից, որպեսզի դուք ճանաչեք ճշմարտությունը եւ որպեսզի սիրելիներ այս ուղղությամբ դուք ջանք անեք, աղոթք անեք